Մեր նախընտրական ծրագրի մեջ նույնպես կար, որ Հայաստանը ընդհանրապես այդ ինտեգրումներից պետք է հրաժարվի եւ դառնա Սինգապուրի պես մի երկիր, այսինքն կամուրջ։ Լավ, չգնանք Սինգապուր, չգնանք Իսրայել, մեր հարևան Վրաստանը։ Ոչ եվրոինտեգրված է, ոչ հապկի մեջ է։ Այսինքն ինքնուրույն ապրում է։ Հա, մի ժամանակ փորձեց դեպի արևմուտք, Ամերիկա, բայց հիմա ոչ մի բլոկի մեջ չի ինտեգրված եւ ցանկություն էլ չկա ինտեգրվելու։ Ինչքան էլ ասեն, որ ուզում է հապկի մեջ մտնի, որ այդ Սուխումին բան Ռուսաստանը խոսք ատվել, բայց ես չեմ տեսնում իրական ինչ-որ քայլեր, որ նրանք ուզում են ինտեգրվեն որևէ համակարգի մեջ եւ շատ էլ լավ ապրում են, թե նրանց մաքսային, ասենք այդ տոկոսները ինչ էժանա, Դուբայի չափ 5%, հա, այսինքն ներմուծման ժողովրդի կյանքի թե լիցենզավորման գործունեություն, ամեն ինչ այնքան հեշտացված է այդ երկրում, որ գալու է ժամանակ, որ Հայաստանի մեծ բիզնեսները փոխվելու է դեպի Վրաստան, հա, կան գործունեություններ, որ Հայաստանում լիցենզավորված է, սկսած ամենահասարակ, հա, այդ տարադրամի փոխանակման կետ։ Վրաստանում դա լիցենզավորված գործունեություն չի, կարող ես երբ ուզենաս բացես եւ մի խոսքով ուզում ասեմ ոչ մի բանի մեջ չի ինտեգրվել այդ պետությունը եւ բիզնեսի կողմից ավելի լավ ասենք տնտեսությունը կարողանում պահել ունենալով էլի բնակչության աճի մեծ խնդիր, քան Հայաստանը Այսինքն ունենալով Հայաստանից 5 անգամ մեծ հող, բնակչությունը համարյա Հայաստանի չափ է։ Էլի հարց ունեն այդ բնակչության աճի մեծ հարց ունեն այդ երկրում, բայց այդ եվրոինտեգրման փորձից հետո նրանք հասկացան, որ փչացավ այդ ընտանիքի հարաբերություն եւ նրանք հրաժարվեցին այդ ծրագրից։ Չեն ուզում։ Եվ ինձ չի թվում, թե Հայաստանը ինչի պետք է գնա ինչ-որ եվրոինտեգրման կամ մենք կարանք Վրաստանի պես եւ ավելի հաջող կլինի հաշվի առնելով մեր այս հարևաններին, Պարսկաստան, տարբեր տրամադրություններին, ինչի թվում որ Հայաստանը պետք է ձգտի այդ եվրոինտեգրման եւ Հայաստանի համար այսօր այդ վիզաների ազատականացումը լինելու է մի հատ մեծ գաղթի պատճառ։ Ներգաղթի Չէ, եւ արտագաղթի արտագաղթի պատճառ։ Ներգաղթն էլ կհեշտանա, ճիշտ է։ Ինչի թվում որ ներգաղթ կլինի, բայց դա ինչ-որ մի հատ ճշնամական ծրագիր կլինի, որ Հայաստանում էլ մարդ չի մնա։ Այսինքն դուք բացասաբար եք վերաբերում։ Ես միշտ բացասական եմ վերաբերվել բոլոր բլոկներին։ Հայաստանը պետք է հրաժարվի այդ բլոկներից։ Անվտանգության մասին են խոսում դրա հետ այդ կոնտեքստում։ Դե հիմա տեսեք, ես դա երաշխավորում է անվտանգությունը, Փաշինյանը իհարկե թրիփի մասին էլ էր խոսում, որ անվտանգություն է դա երաշխավորելու է 99 տարին։ Հա, տրիպը եվրոինտեգրման հետ ընդհանրապես կապ չունեցող ծրագիր է։ Ուզեմ ասեմ, տարբեր ինչ-որ ծրագրեր, որոնք բացատրվում են անվտանգության ապահովման, այսպես երաշխիք որպես։ Տեսեք, տրիպը ես ասել եմ, որ երբ որ տրիպը հայտնվեց, իհարկե դա անվտանգության հարց էր, Ադրբեջանի բանախոսությունը ընդհանրապես փոխվեց, խոսելու կերպը փոխվեց, տրիպը ժամանակավոր փրկություն էր, բայց ինչքան երկարում այս տրիպը դառնում է արդեն, գիտեք, պատմության մեջ, եթե նայենք դարի սկզբից սկսած, հա, ունեցել ենք Արգենտինայի միջանցք, ունեցել ենք Ստամբուլի միջանցք, ունեցել ենք էլ որը մի քանի տենց միջանցքներ, որ երկարել են եւ դարել են սկամ, հա, սկամ ասելով գանք Արգենտինայի միջանցքից, հա, պետք է այդ երկար 300 կիլոմետրանոց միջանցքը փորվեր, որպեսզի ջրային միջանցքը, հա, որպեսզի բեռնափոխադրումներ լիներ, Անգլիան հողերը ծախեց, այդ միջանցքի կողմը փողերը վերցրեցին եւ ժողովրդին գցեցին։ Մի խոսքով հետո եղավ Ստամբուլի միջանցքը, որը որ էլի խայտարակ վիճակ էր, հա, Բոսֆորի փոխարեն Ստամբուլի միջանցք են դնում, հողերը ծախեցին, փողերը վերցրեցին, հետո ասեցին բնապահպանության
հարց, Ֆլորիդայի միջանցքը, որ պետք էր Ատլանտյան օվկիանոսը հողերը ծախեցին շատ թանկ գներով եւ միջանցքը, ուզում ասեմ, եթե նայենք պատմության մեզ հայտնի երևի մի 10-20 հատ այտենց երբ որ երկարում արդեն սենց ես վախենամ որ տրիպնել դառնա մի հատ այտենց սկամ արդեն, հա, ոչ թե իրական, ասենք, ինչ որ հարց լուծի, այլ դառնա մի հատ այտենց սկամ ոնց որ այդ միջանցքներն էին։ Դե դեռ երկարելու մասին չենք խոսում, որովհետև տեսնում ենք ամենայն դեպս էլի ցուցադրում է, որ ինչ որ գործողություններ անրուվում են։ Այս Triple+ հիմնադրամի շուրջ այս խոսակցությունը, որ գումար է ավելանում, հատկացվող գումարը, որը ներդրվելու է այդտեղ։ Գալիս գնում են, ինչ որ չափում ձևում են։ Դե, հա, Պարսկաստան, Կասպից ծոց, Արաբական ծոց միջանցքը, հա, եթե նայենք Ստամբուլի միջանցքը, այնտեղ արդեն էքսկավատորները բերած։ Այսինքն դա ցուցիչ չէ, հա։ Դա ցուցիչ չէ։ Արգենտինայում փորել էին արդեն, սկսել էին փորել այդ մեծ էքսկավատորներով, գնացքներով, 300 կիլոմետր պետքա փորեին, եւ իրոք Արգենտինայի համար դա կլիներ փրկություն, հա, այդ 300 կիլոմետրանոց։ Լավ, եթե դուք թերահավատ եք, չեմ թերահավատում, բայց ինչքան երկարի այդ հարցը, համարենք չի երկարում, համարենք ստացվում է, դա տալիս է, դա կապ ունի այդ ձևակերպման հետ։ Եթե տրիփի միջանցքը բացվի, այդ 42 կիլոմետրի մասին է խոսքը, թե 300-ի չի, ընդամենը 40 չգիտեմ քանիս է։ Այդ եվրասիական ինտեգրման համար կարևորագույն պետություն, այսինքն մենք դառնում ենք ինչ որ հաբ։ Իհարկե 4 միլիարդ մարդ աշխարհում իրար կկապնվի, եթե մեզ թողեն այդ գործը անենք, բացի նա Ամերիկայի Միացյալ Նահանգների համար դա ինչ որ հասկանում եք այդ 400 միլիոնը երկարաժամկետ աշխարհաքաղաքական հենակետ է, լծակ է, հենակետ է, էլ չասած ՆԱՏՕ-ի համար, որ անցած անգամ արդեն ասել է, որ ՆԱՏՕ-ի զորքը կարա եւ այստեղ ամենակարևոր երևի ծրագիրը, որ ներկայացրել է Կարնեգի հիմնադրամին, եղել է մեր ՀԿ-ի կողմից, որ բերեք ոչ թե այլ երրորդ ուժի տանք, այլ հայկական լեգիոնները, որ ուժերը, որ հետաքրքրված են այդ երկրներից հայկական լեգիոններ պատրաստենք եւ նրանք վերահսկեն այդ միջանցքը, ասածը կամ ճանապարհը ասածը, մենք միջանցքը հրաժարվում ենք, ասենք, այո, կլինի 4 միլիարդ մարդ, ասում եմ, կարա իրար կապնվի աշխարհով այս մետաքսյա ուղիով, մենք չասենք տրիպ, չասենք Պուտինի ճանապարհ, ասենք մետաքսի ուղին, հա, բայց էլի եմ ասում, դա եվրոինտեգրման համար ընդհանրապես կապ չունի, հիմա մետաքսի ճանապարհը եղել է, երբ որ Եվրոպան եղել է այդ մութ ժամանակներում ապրել, հա, ու այդ մետաքսի ճանապարհը զարգացրել է Եվրոպային, բայց եվրոինտեգրումից մենք ընդհանրապես, ինչ վերաբերում է Ադրբեջանը եվրոինտեգրվելու, ես էլի կասկածում եմ, որ Ադրբեջանն էլ ցանկություն ունի եվրոինտեգրման, նախ Ռուսաստանի հետ էլի չի փորձելու նա փչացնի իր հարաբերությունները, դա էլ բեմադրություն է, ինչքան էլ ցույց են տալիս, Հայաստան, Ադրբեջան, դրանք այդ կոպեկի երկու տարբեր կողմերն են, նրանք ընդհանրապես պրոբլեմ չունեն, հա, ցույց են տալիս բիզնեսմենների մակարդակով պրոբլեմ կա, բայց ասենք առաջի դեմքերից, մանավանդ Ռուսաստանի, մենք չենք լսում ոչ մի բան։ Խոսենք պրովոկացիաներից, հնարավոր են արդյոք պրովոկացիաներ այստեղ եւ չգիտեմ, էլի տեղին է թե ոչ իմ համեմատությունը, այն ինչ տեղի ունեցավ Մադրիդ-Իսպանիա փոխհարաբերություններում այդ Սեուտայի հետ կապված միգրանտների թեման, պետք եղած պահին հնարավոր է հանկարծ սեղանի տակից քարտ դուրս գա, որը վնաս հասցնի Հայաստանին։ Տեսեք, գանք այդ միգրացիոն քաղաքականությունից, հա, ես տեսեք, ծնելիությունը ամբողջ աշխարհում իջել է։ Այդ կենսաթոշակային համակարգը փլվում է։ Ես վատ լուր ունեմ մեր թոշակառուների համար, հա, եթե համեմատում ենք 90-ականներ, 80-ականների վերջ, մենք 60-70 հազար ծնելիություն ենք ունեցել, այս տարի 30,000 հազիվ է հասնում։ Այսինքն այս թոշակառուների կենսաթոշակային համակարգը
բացի ասենք Չինաստան եւ մի քանի արաբական երկրներ, որտեղ որ ուրիշ ձև է կատարում կենսաթոշակը, այսինքն քո հաշվին դնում են փողը, երբ որ վերջացնում ես քո ծառայությունը, քեզ այդ լամսամ, ընդհանուր փողը տալիս են քո ձեռքը եւ վերջ, դու գնում ես։ Դա միայն Չինաստանն է եւ մի քանի արաբական երկրներ են։ Իսկ եթե դու այսօր կենսաթոշակը տալիս ես պետությանը, հարկը այդ թոշակի, հա, դա պետությունը օգտագործում է եւ այդ համակարգը ստեղծված է նրա համար, որ ասենք քեզանից հետո ծնելիությունը պետք է շատ լինի, եթե այսօր ունենք 400,000 թոշակառու, ասենք 600,000-ը հետևից պետք է գա, որ այս 400,000-ին պահի, եթե հետևից գալիս է 20,000, 400,000-ին չի պահելու եւ լինելու են կառոնաներ, լինելու են այլ ձևեր, եթե թոշակառուներին զրկեն թոշակից, դա ամենալավն է լինելու, թե չէ գլուխը ուտելու են։ Հիմա էսի վատ լուր թոշակ։ Հիմա նույնն էլ Իսպանիայում, ումա ձեռ տալիս։ Իհարկե Մորոկոին ձեռ է տալիս այդ Վերին Սահարայի հարցն է, ֆինանսավորման հարցն է, Իսպանիային ումա ձեռ տալի, պետությանը ձեռ է տալիս, ստեղծում է, ասենք, այդ կորպորացիաներին աշխատուժի պակաս կա, լիբերալ ուժերին ձեռ է տալիս, որ եթե քաղաքացիություն տան վաղը ընտրազանգված է նոր լինելու, այդ ազգայնական ուժերին ձեռ է տալի, որ լծակ է լինելու, որպեսզի Այսինքն սա Իսպանիային ձեռ նետու։ Իհարկե Իսպանիային, հիմա տեսեք այդ գրետ ռեպլե հակաիսպանական չէր, այսինքն ձեր կարծիքով։ Ես հիմա բացատրեմ, ինչքան էլ իրանք ասում են, թե բոլորին համարյա հետ են ղրկի, հա, այն դավադրության տեսության great replacement-ը որ կա, հա, մեծ փոփոխությունը, տեսեք Անգլիան, տեսեք, էլի եմ ասում, դեգրադացված հասարակություն է, չկա ծնելիություն, մի ամբողջ համակարգ փլվելու է այդ ծնելիության համար, կառոնան էլ չի փրկում, այդքան չեն մեռնում, որ ասենք գալու է այդ թոշակառուների հարցը, որ դու չես կարողանալու թոշակը տալ, նույնն է Հայաստանում է կատարում, մի կարծեք, էլի եմ ասում, 400,000, 30,000 ծնելիությունով մենք չենք կարողանալու թոշակառուներին պահենք։ Հիմա ումա ձեռ տալիս, իհարկե Իսպանիային ձեռ էր տալիս, սա պարապմունք էր, ասենք, Իսպանիային ինչով է ձեռ տալիս, տներ, սպառողական ապրանքներ, հնայի աճ, հա, ամեն ինչով, էլի եմ ասում, թե ազգային ուժերին է ձեռ տալի, որ լծակ են ստեղծելու, որպեսզի նոր օրենքներ ընդունեն, թե լիբերալ ուժերին է ձեռ տալու, որ քաղաքացիություն են ստանալու եւ վերցնելու են նոր ընտրազանգված։ Ծնելիությունը շատանալու է, կորպորացիաներին ձեռ է տալիս, որպեսզի աշխատուժ է լինելու, բոլորին ձեռ էր տալիս այս Իսպանիայի այս բանը եւ նույն բանը կարա Հայաստանում լինի, իհարկե կարող է լինի 30,000 ծնելիությունով այս մարդը թոշակա բարձրացրել, ո՞նց է պահելու։ Եկեք էլի եմ, երբ որ ես Հայաստանից գնացել եմ 80-ականներ թվականներ 90,000 ծնելիություն 90,000-ով մենք կկարողանայինք պահենք, եթե այդպես աճեր, բայց հələ մի հատ նայեք այդ 80-ից 89, 90, 91, 90 Դե պատերազմական տարիներ էին, հիմա էլ մենք պատերազմում այդ երիտասարդությանը կորցրեցինք, չենք մոռանում դրա մասին։ Դա բացատրություն է ինչու։ Բայց պատերազմից առաջ էլ չկար ծնելիություն։ Լավ, ասենք 34,000-ից իջել է 30,000։ Մինչև պատերազմը 18 թիվն են, չի որ մենք ծնելիություն ենք, դեգրադացվել է մեր հասարակություններն էլ դեգրադացվել։ Եվրոպան ինչի պետք է նույն բանը անի։ Չեն ունենում, փող են տալի իրանց ժողովուրդը երեխա չի ունենում։ Ինչ պետք է անեն։ Այդ համակարգը ոնց պետք է պահեն, այդ մեծ ամբողջ համակարգը ստեղծված է կենսաթոշակային ծնելիության հաշվին եւ այդ համակարգը չի գործելու, փլվելու է։ Ասում են բերեցին կառոնանել, թեթևացրեցին իբր, մեռան այդ թոշա, օրը 10-15,000 ամեն երկրում թոշակառու մեռավ, բայց չվերացան։ Ծանր բեռը կա, այդ ամբողջ համակարգը պատրաստ չեն փոխեն, չեն կարող մի օրում բռնեն, ասենք Չինաստանի կամ այդ արաբական երկրների պես սարքեն, իրանք այդ փողերի հաշվին են ապրում։ Մի խոսքով շատ ցավալի վիճակ է Հայաստանում էլ, որ վաղը տեսնեք այդ Մորոկո, Իսպանիայի փոխարեն վաղը Հայաստան են բերելու, մի զարմացեք, որովհետև սրանք էլ պետք է մտածեն, ոնց պետք է պահեն այդ 400,000, 500,000 մարդ համարյա։
Ասում եմ այդ բառը, որ իրանք այդ արտահայտությունը որ մտցրել են, դա դավադրության տեսություն չի, great replacement է։ Անգլիայում արդեն վաղուց, Ֆրանսիան մի քանի տարուց կարող է արդեն մահմեդական պետություն լինի, ես չգիտեմ 50 տարուց, 30 տարուց։ Գերմանիան, տեղացիները երեխա չեն ունենում, այդ բերված մահմեդականները։ Լոնդոնում վերջի անգամ գնում էի, ոստիկանը ինձ կանգնացնում, ասում է, այս թաղամաս եթե մտնում ես, հանգարտ չխմեք, սա մահմեդական թաղամաս է։ Լոնդոնում։ Լոնդոնի մեջտեղը ոնց որ ասենք Սաուդիայում մեծ հրապարակում Հայաստանը ինչ անի այս իրավիճակում, որպեսզի այդ վիճակատագիր չկիսի այդ։ Ծնելիությունը պետք է շատացնի, այս թոշակային համակարգը փոխի, գնա այդ չինական կամ արաբական համակարգին, հրաժարվի այդ պարգևավճարներից չմտածի այդ փողը վերցնի, ստեղծի մեկ այլ հիմիկվանից պետք է ստեղծի այդ այլ կենսաթոշակային համակարգը, միջև ծնելիությունը շատանա։ 30,000 ծնելիությունով մենք էլ եմ ասում չենք կարողանալու, ինչքան է վատ հնչի ես մեր թոշակառուների համար։ Եթե ձեզ զրկեն թոշակից, ուրախացեք, գոնե գլուխները չեն ուտելու։ Այսինքն նախընտրական գործողություն եք ակցիա եք համարում այս թոշակների բարձրացումը այնուամենայնիվ, ոչ թե հաշվարկված եւ ոչ մի հաշվարկ չկա, չի կարող այդ համակարգը ախր էլի եմ ասում, համակարգը ստեղծված է, այդ ամբողջ համակարգը ստեղծված է ծնելիության մեծանալու վրա եւ այդ համակարգը փլվում է։ Պարոն Սարգսյան, այսօրվա մեր զրույցը ստացվում է ամեն ինչ ուր նայում ես բոլորը շոու է, բլեֆ է։ Մենք ասացինք, որ ազգային ժողովում շոու է, ասացինք, որ հայ-ռուսական հարաբերություններում շոու է եւ երեկվա իմ հյուրերից մեկը ասաց, որ թրիփը դա մեր տարածաշրջանի խոշորագույն բլեֆն է։ Իսկ դուք ասում եք, եթե երկարի դանդաղեն աշխատանքները թրիփի շուրջ նշանակում է այո դուք եք ոնց որ թե համաձայն որ դա կարելի է համարել որ դա էլ է բլեֆ որ դեպքում այսինքն մենք շրջապատված ենք այսպես ֆոկուսնիկներով այո որ դեպքում է Միացյալ Նահանգների համար ձեռնտու որպեսզի դա բլեֆ չլինի ով է բլեֆը նախ ումն է այդ բլեֆը եթե դերակատարը հիմնական Միացյալ Նահանգներն են Միացյալ Նահանգներն են բլեֆի դիմում ինչ նպատակով իսկ գուցե ոչ Միացյալ Նահանգներին այսօր խիստ անհրաժեշտ է գործարկել այդ թրիփը որի վկայությունն է այդ ավելացումը որի մասի խոսվում է դեռ Trip Plus հիմնադրամի Տեսեք, նախ Սոկոլովից հագանք Ռուսաստանի էմիգրանտ հրեա Ինչքան գիտեմ Հայաստանում է Viva-ի 26%-ի փայատերն է Դա պարզապես ասենք Trip Plus-ի ոնց որ թե կառավարիչն է լինելու Այդ Սոկոլովը դրա մասին է խոսքը իր մասին է խոսքը Հիմա ինչ Ես ասացի Trip-ը դա աշխարհաքաղաքական երկարաժամկետ հենակետ է Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական տնտեսական ես չեմ ասում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ասենք տնտեսական դա Հորմուզն է Սուեզն է Պանաման է հա այս միջանցքը դա աշխարհաքաղաքական է ինչ կարա լինի որ նրանք հրաժարվեն այս ծրագրից ես կարամ ասեմ որ այս ճնշումը Ռուսաստանի համար արված է եթե իրար հետ լեզու գտնեն վաղնե կհրաժարվեն ու ամենացավալին է նա որ ինչքան երկարի այս տրիպի սկսելը այնքան կարող է արդեն դառնա այդ նույն Պանամայի, Ստամբուլի Այսինքն դուք Ռուսաստանի գործոնով եք պայմանավորում Միացյալ Նահանգների հետաքրքրությունը թրիփի հետ կապված ոչ թե տնտեսական լուրջ պրոյեկտ է Հայաստանի համար տնտեսական պրոյեկտ Միացյալ Նահանգների համար Ես ընդհանրապես չեմ գտնում նրա համար ռազմավարական ասենք պրոյեկտ է ՆԱՏՕ-ի տեղաշարժի համար բայց վերջի վարիանտ ՆԱՏՕ-ն էլ այդքան արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին քանի անգամ նրանք հայտարարել են որ ՆԱՏՕ-ից դուրս կգան, քանի որ մեծ ֆինանսավորումը հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներն է տալիս ՆԱՏՕ-ի։ Եվ այդ Իսպանիայի դեպքերն էլ մոռացանք ասեմ, որ Պուտինին ու Ռուսաստանին էլ էր ձեռ տալիս ՆԱՏՕ-ի թուլացում, հա, այդ միգրանտների այդ ներխուժելը դեպի
Արդեն խոսքեր կա, որ Եվրոմիությունից ուզում են դուրս գան, ՆԱՏՕ-ից ուզում են դուրս գան, այո։ Այստեղ Իրանի գործոններ, հա, Իսպանիայի եւ Թրամփի հարաբերությունների վատթարացման։ Ես Պարսկաստանի համար ասել եմ, ոչ, էլի եմ ասում, Ամերիկային ձեռը տալիս Հորմուզի նեղուցի փակում։ Նա չի ուզում բացի։ Դա շատ հանճարեղ ծրագիր է։ Եվ էլի եմ ասում, արաբական երկրներին ասվել էր 30 թվականից մինչև 30 թվական ձեր էկոնոմիկան նավթայինից փոխեք։ Միացյալ Նահանգները Հորմուզը չի ուզում բացվի։ Դա Տրամփի իրոք հանճարեղ ծրագիրն է, նավթը ծախելու են ուրիշ երկրներ։ Բայց ինչպես է լուծվելու այս խնդիրը։ Իրան եւ Միացյալ Նահանգներ այս թնջուկը ինչպես է հանգուցալուծվելու։ Հանգուցալուծում։ Եթե Հորմուզն է թեման եւ Հորմուզի փակ պահելն է թեման, իսկ Իրանը Հորմուզից գումար է ուզում ստանալ։ Կրիպտոյով է ստանում։ Ուր է գնում այդ կրիպտո կաշիլյոկը ումն է։ Ամերիկայինն է թե ումն է, չգիտենք։ Նավերը, որ ուզում է անցնի կրիպտոյով վճարում է։ Ում է վճարում, ինչ գիտենք։ Ասում են թե Իրանին են վճարում, բայց ինչ գիտեք Իրանին են վճարում։ Վճարում են բիթքոյնով կամ USDT-ով, բայց ոնց է, որ USDT-ով Պարսկաստանին են վճարում։ Ուրեմն Ամերիկայի այդ ամբողջ հետախուզությունը, ասենք, չի կարողանում այդ էլեկտրոնային կաշիլյոկի վրա ազդել։ Այսինքն սա էլ է մեծ բլեֆ, հա։ Ես ասել եմ, որ Տրամփի հանճարեղ ծրագիրը Հորմուզը փակելն էր, քանի որ նավթը նրանք են ծախում։